Հանրային ռադիոյի ուղիղ եթերում վերնատունն է, ես Նազել Օհանյանն եմ, ողջույն սիրելի ռադիո լսողներ, Հանրային ռադիոյի կայք էջում ու նաև Facebook-յան հարթակում այս պահին մեզ դիտողներ, այսօր մենք խոսելու ենք արվեստի մարզային և կրթական նախաձեռնությունների մասին, մեր դիտակետում ժամանակակից արվեստի ինստիտուտի նախագիծն է Կոմիտաս հող և երգ այսպես վերնագրով, զրուցակիցներս ժամանակակից արվեստի ինստիտուտի հաղորդակցության և արտադրության պատասխանատու Կարինե Արոյան և խեցեգործ արվեստագետ Արմինե Հովհաննիսյան, շնորհակալություն մեզ հյուրընկալվելու համար։ Ողջույն։ Կոմիտաս հող և երգ ծրագիրը սկիզբ է առել 2021 թվականին, այն իր մեջ ներառել է տարբեր նախաձեռնություններ, որքանով ինձ հայտնի է, որոնցից մի քանիսին նույնիսկ մենք այստեղ անդրադարձել ենք։ Կարինե, ես կուզեի դուք հիշեցնեիք ինչ-որ ձևով, թե ինչ էր իրենից ներկայացնում այս նախագիծը, ինչ նպատակ ուներ և ինչ փուլում է այս պահին գտնվում։ Կոմիտաս հողը և երգը ծրագիրը, ինչպես նշեցիք, 2021 թվին սկիզբ առավ Գյուլաքարակ գյուղում, դա Լոռու մարզի Գյուլաքարակ համայնքի գյուղերից մեկն է, սկսվեց իբրև կավագործության արվեստանոց և երգչախումբ և ուղիղ կապ ուներ հենց Կոմիտասի իր գործունեության, իր վարդաբլուրում անցկացրած մի քանի օրերի և իր ծննդավայրի հետ։ 19-րդ դարի վերջին, կոնկրետ չեմ հիշում, 1890 քանի թվականին Կոմիտասը այցելել էր Վարդաբլուր իր Գևորգյան ճեմարանի ուսանողներից մեկի հետ, որը քահանայի որդին էր, մնացել էր քահանայի մոտ և մասնավորապես գրի էր առել կարևորագույն մի քանի գլուխգործոցներից երկուսը՝ Լոռվա գութաներկը ու Կալի երգը։ Մի հղումը դա էր, մյուսն էլ նա էր, որ Կոմիտասի ծննդավայրը Քյութահյան, դա Օսմանյան կայսրության կավագործության, խեցեգործության կենտրոններից մեկն էր։ Մենք ի սկզբանե մի քիչ հենվում էինք տարածաշրջանի ինչ-որ կավի նախկինում եղած ավանդույթի վրա, որը արդեն չէր պահպանվել մի 100 տարի կլինի, որ չկա արդեն գործարանը, Գղմինդրի գործարան էր գյուղում գործում, որը հիմա գոյություն չունի, կավը կա, ինչ-որ մարդիկ օրինակ Ստեփանավանում հավաքում են, հին այդ վարպետներից սովորել են ձևերը մշակելու և նույնիսկ ինչ-որ Գղմինդրի արտադրություն կա Ստեփանավանում, բայց մերը մի քիչ ավելի ուրիշ ուղղություն էր։ Մենք սկսեցինք հենց Քյութայայի գեղարվեստական ժառանգությունից, երգչախումբն էր գործում, երգչախումբը մի քիչ ավելի դժվար էր առաջ տանել, ինչ-որ պատճառով կավի խեցեգործության կոմպոնենտը ավելի կենսունակ ստացվեց։ Գյուլաքարակից Թականի հետ է կապված երևի, հա։ Երևի հողը երևի ավելի ուժեղ էր, քան երգը։ Ամեն դեպքում երգչախումբը պարբերաբար վերակենդանանում է տարբեր առիթներով, բայց կավը շատ ուժեղ է խմբակը արդեն 4 տարի տեղափոխվեց արվեստանոցը Վարդաբլուր գյուղ եւ տարբեր մասնագետների հետ է, չէ՞, եղել է Այո, երեխաների հետ միշտ աշխատել են լավագույն խեցեգործները, Վահրամ Գալստյանը, Անուշ Ղուկասյանը, արդեն մի տարի Արմինեն աշխատում երեխեքի հետ անընդմեջ ու նաև ունեցել ենք միջազգային արտ ռեզիդենցիա գյուղում, էլի խեցեգործներ, ճարտարապետ, տարբեր ոլորտներից արվեստագետներ էին, որոնք շատ հետաքրքիր ուսումնասիրել էին, հետազոտել էին գյուղը, աշխատել էին երեխաների հետ Իտալիայից, Հունաստանից, Հոլանդիայից, մեր տեղացի արվեստի ռեզիդենտներն են գալիս, տարբեր արվեստագետներ, որտեղ երեխեքը շատ ինչ-որ հախուռ են վիճակի մեջ։ Եվ դա հիմնականում Վարդաբլուր գյուղի հետ էր կապված այդ ծրագիրը, թե նաև շրջակա այլ գյուղեր նույնպես ընդգրկված էին այդտեղ։ Այս պահին իրականում ինքը Նազարեթ Կարոյանի մեծ տեսլականը ընդգրկում էր 7 գյուղերը համայնքի, որից հիմա այս պահին հələ որ 3-ն են ընդգրկված, դա Հոպարցի, Գյուլաքարակ, Վարդաբլուր գյուղերն են, բայց երբեմն ունեն մենք երեխաներ Գարգարից, Կուրթանից գալիս կպնում են երեխեքը, բայց տենց գնում գալիս են։ Հիմնականում ի՞նչն է խնդիրը, որ չի ընդլայնվում, այսինքն 7 գյուղերն էլ չեն մասնակցում, զուտ կոմունիկացիայի, հաղորդակցության հարցեր կան։ Դե մենք ունենք ավտոբուս, որը որ ճանապարհից հավաքում հիմնականում Հոբարցի ու Գյուլաքարակ գյուղերից բերում են Վարդաբլուր երեխեքին,
բայց տրանսպորտի խնդիրն է, մենք միշտ ունենում ենք սահմանափակ բյուջե, չենք կարողանում այդ ավտոբուսները շատացնել եւ այլն։ Խնդիրներից մեկը դա է, բայց դե ծրագիրն էլ մենք մտքում ունենք, որ սա շատ երկար տարիների ծրագիր է, որի արդյունքները կարող ենք չտեսնենք, որտեղ ինքը մի քիչ ավելի ժամանակի մեջ տարածվող մի բան է։ Երևի կհասնենք մի օր նաև դրան։ Շատ լավ։ Փաստորեն մոտակա ժամանակներս մի ամիս առաջ, հա, բացվեց ցուցահանդեսը Ստեփանավանում, թե մի ամիս դեռ չկա։ Չկա, ամսի 25-ին է բացվել։ Հա, 25-ին բացվել։ Այո, ինչ ցուցահանդես էր, ենթադրում եմ, որ Արմինեի 1 տարվա արված աշխատանքի արդյունքն է, ձեր ղեկավարությամբ Արմինե համայնքի երեխաների հետ, այսպես սովորել եք խեցեգործության, այսպես տեխնիկաներին, հնարավորություններին, նաև ժամանակակից արվեստի, այսպես տրամաբանության մեջ, այսպես ասած։ Այդպես որ ասում ենք 1 տարի, ինքը sense թվում է թե բավականին մեծ թիվ է հնչում, բայց իրականում քանի որ դասերը տեղի են ունենում միայն շաբաթ եւ կիրակի օրերին, իսկ ամեն մի բալիկի կամ երիտասարդի հետ կարողանում եմ հանդիպել շաբաթը 1 անգամ։ Այսինքն այն ինչ որ ներկայացվեց Ստեփան Շահումյանի տուն թանգարանում, դա ըստ հաշվարկների 48 օրվա արդյունք էր, որը իրականում ֆանտաստիկ էր ու ապշեցուցիչ, որովհետև նման բանի ինձ թվում է մի քիչ դժվար է հասնել։ Իսկ ինչով էր ֆանտաստիկ, քանի որ մենք չենք տեսել եւ այսպես կուզեինք որ պատմեք այդ վիզուալ պատկերը պատմել, բայց կփորձեմ ներկայացնել, որ ձեզ մոտ էլ առաջանա։ Նախ առաջինը, քանի որ ես մուլտիդիսցիպլինար նկարիչ եմ, արվեստագետ, հետեւաբար իմ կրթական մեթոդներն էլ պետք է կրեն նմանատիպ մոտեցումներ։ 1 տարվա ընթացքում փորձել եմ աշխատել ավելի նախագծային ու նախագծերը սկսվել ու ավարտվել են որոշակի ժամանակահատվածում։ Այս դեպքում ոչ թե երեխաները որ եկել են դասի, իրանք չեն եկել ուղղակի բաժակ կամ ափսե սարքելու, որը ընդունված է, երբ որ մենք ասում ենք խեցեգործություն, բայց ինքը այն նյութն է, որը բավականին մտածելու տեղիք է տալիս։ Ու նախագծերի մեջ կար նաև կրթական շեշտադրումներ, օրինակ արվելա դիմակների նախագիծը, հետո հերթականությամբ կանրադառնամ դրանց, Հովհաննես Թումանյանի հեքիաթները ափսեների մեջ, հին աստվածները կամ ամբողջ հայոց դիցարանը, զանգակներ, որ կոչում ենք մենք կավի ձայնը, օրինակ դիմակները, որ արվում էր, ակնհայտ է, որ երիտասարդ սերունդը շատ ավելի վիզուալ կամ գեղագիտական ինֆորմացիա ստանում է հենց ինտերնետից, սոցհարթակներից եւ այլն։ Այս դեպքում իմ խնդիրը դրված էր նրանում, ոնց կարող եմ օրինակ իրենց շեղել այդ համընդհանուր պատկերային մտածողությունից, այլ բերել մի տարածք, իրենց երազանքների տարածքը, իրենց երևակայության տարածքը, որտեղ տրվի կատարյալ ազատություն, որտեղից ինքը կարողանա ստեղծի ինչու ոչ հենց իր կերպարին, որ գոյություն չունի աշխարհում, բայց հիմքում նաև էլի ընկած էր նոր տեսակի մտածողությունը, նկատի ունեմ նոր տեսակի գործիքակազմը նաև, ես իրենց համար տպել էի 3D-ով ֆորմաներ, որոնք հետո պետքա վերածվեին խեցեգործական օբյեկտի, որից հետո ինքը սկսեր աշխատել, այսինքն նաև կապը ոնց կարող ես նոր տեսակի մեդիան բերել դեպի տրադիցիոն տարածք։ Մյուս նախագիծը, որ արվեց, դա Հովհաննես Թումանյանի հեքիաթներն էր։ Մենք բոլորս լավ գիտենք, որտեղից է Հովհաննես Թումանյանն եկել ու նույն տարածքը շատ հողով, այո, ու դրանք ափսեներ էին դեկորատիվ, որտեղ երեխաները նկարազարդեցին իրենց սիրած հեքիաթի ամենասիրած հատվածը, բայց ասեմ նաև, որ նաև շատ ցավալի է, կային երեխաներ, որ առաջի անգամ էին կարդում Թումանյանի հեքիաթը, այսինքն նախագիծը ինքը իրենից ենթադրում է, որ դու պիտի գնաս, կարդաս, գաս ինձ ասես, որ հատվածը, որ մասը, սկզբում էսկիզային պրոցեսը սկսվի, հետո նոր վերածվի նյութի եւ այլն, որը կարա տևի 3-4 ամիս։ Մյուսը հին աստվածներն էր ու այս դեպքում ես փորձեցի
Դե պարզ է որ դպրոցում իրանք անցնում են հայոց պատմություն եւ այլ այդ հերթական բաները, բայց ոնց կարող օրինակ պատմությունը դառնալ իրանց համար մշակույթի մի հատ հատված, զուգահեռնել օրինակ տարվի նույն հունական դիցարանի հետ, եգիպտական դիցարանի հետ, այսինքն այդ ընթացքում մինչև նախագիծը սկսելը մի քանի օր մեր մոտ միայն կարա զրույցներ լինի, ուրիշ տարածքներից իրենց պատկերներ ցույց տամ եւ այլ, հետո նոր գանք հանգենք այն բանին, որը ցուցադրվեց։ Փաստորեն ինչ որ իմաստով զրույց եք սկսել ինչ որ այդ ծրագիրը իրենց հետ, քանի որ ես գիտեմ, որ ոչ միայն մայրաքաղաքում, այլ նաև առավել եւս մարզերում արվեստային կրթությունը շատ այսպես տխուր վիճակում է, մեղմ ասած, եւ այնտեղ խնդիր կար զրույց ոչ միայն այդպես բերել մարդկանց արվեստի տիրույթ, հա։ Իրականում խնդիրը ոչ միայն արվեստի հետ է կապված, այլ օրինակ ոնց այն մոտ ստացվում, շատերը հարց են տալիս ու նույնիսկ մարդիկ կային ինձ ասեցին, ես չեմ պատկերացնում ինչ ես խոսում երեխեք հետ, որ կարան սենց պատկեր ստեղծեն, բայց առաջի բանը, որը շատ հաճախ այդ տարիքի երեխաներին չի տրվում, ոչ ծնողների կողմից, ոչ մանկաբարձների կողմից, որ տարիքի երեխաների հետ է աշխատանքը եղել, 4 տարեկանից մինչև 16 տարեկան, այսինքն գործում է տարբեր խմբեր, 3 խումբ, հիմա ավելի շատանում են, մտածում ենք նաև 4-րդ խմբի մասին։ Օրինակ առաջի հարցը, որ ես սիրում եմ իրանց միջ տալ, ոնց ես, ինչ ես ուզում, ինչ ես սիրում, ինչ ես մտածում։ Այսինքն կարծիք է պետք հարցնել իրենցից։ Իսկ շատ հաճախ մենք հաշվի չենք առնում իրանց կարծիքը։ Այո։ Հարցը կորցրեցի, գիտեք, որ հատվածում։ Այդտեղ շատ կարևոր է, որ երեխան ինքը մինչև արվեստագետ այսպես դառնալը, ինքը իր անհատականությունը զգա, հա, երևի այդպես։ Միանշանակ, ինքը կարողանա հստակ ձևակերպի, ինչի սա արեց, ինչի սա ուզեց, ինչի ա լավ, ինչի ա վատ։ Իմ մոտ օրինակ դասերի ժամանակ չի անցնում այդ բառը, որ ասում եմ, չեմ սիրում կամ սիրում եմ, ինքը պետք է հստակ կարողանա ասի ինչի ա սիրում կամ ինչի չի սիրում։ Հետո մենք մի հատ շատ լավ կարճ ֆիլմ ունեցանք, Արեն Ոսկանյանը նկարեց ֆիլմը իմ ու արվեստանոցի մասին, հա, կարելի է այդպես ասել։ Այնտեղ մի հատ հատված կա ֆիլմի մեջ, որտեղ երեխաներից մեկը ասում է ընկեր Արմինեն մեզ սովորացնում է սխալվել։ Ես ինքս իրականում չէի ընկալել կամ ուշադրություն չէի դարձրել այդ հատվածին, որ ես իրականում սովորացնում եմ իրենց սխալվել։ Հետո որ ֆիլմի մեջ այդ հնչում, այսինքն իրականում զգացի կայացած մանկավար, որտեղ շատերս մեզ թույլ չենք տալի սխալվելու։ Ինքը ասում է հա մենք կարող ենք սխալվել, նորից սխալվել, որ կարողանանք ստեղծենք։ Իսկ դա ինչ է նշանակում մեծ հաշվով ունենալ ազատություն սխալվելու, հա, այդպես։ Այո, իհարկե, չվախենալ։ Այո։ Հետաքրքիր է, շատ հետաքրքիր մեթոդներ են Արմինե, իսկ ինչպես է ընկալվել այդ ամեն ինչը համայնքի միջավայրում, ծնողների, չգիտեմ, հենց նույն մասնակիցների։ Գիտեք, օրինակ մի փոքրիկ խոսեմ տարբերության մասին Երևանում գործող արվեստանոցների եւ մեր արվեստանոցի մասին։ Նախ առաջի տարբերությունը նա է, որ մեր արվեստանոցը անվճար է երեխաների համար։ Իսկ երբ որ մի բանը անվճար է, մարդը ինքը էությամբ տենց է մտածում է, որ այդքան էլ լուրջ բան չի, վստահելի չի եւ այլն։ Սկզբնական շրջանում երեխաները գալիս էին որպես կանգ ժամանակ անցկացնենք, որտեղ մեծ հաշվով գյուղում էլ անելիք չկա շատ։ Ու ծնողները տենց ուղարկում էին, ուղղակի թող գնան խաղան։ Բայց երբ որ այդ խաղը արդեն վերածվում է ավելի պրոֆեսիոնալ մոտեցման, երբ որ այդ շաբաթ-կիրակին դառնում արդեն քո մարմնի մասը, դու անհամբեր սպասում ես երբ է գալու շաբաթ-կիրակին, որ գնամ ընկեր Արմինեին տեսնելու, այդտեղ արդեն ուրիշ տեսակի հարաբերություն է սկսվում։ Եվ հետո մի բան էլ ասեմ, որ շատ դժվար է ավելի անվճար խումբ պահել, քանի որ ես ունեմ մեծ փորձ ունեմ մանկավարժության մեջ, հատկապես արվեստի մանկավարժության մեջ, ոչ միայն տեղային, նաև միջազգային,
միջազգային օրինակ ես եղել եմ ժամանակին մանկական բիենալեի ժյուրի անդամ, տասնյակ միջազգային մանկական workshop-երի հեղինակ եւ այլն։ Դրանից առաջ 15 տարի դասավանդել եմ Գեղարվեստական ազգային կենտրոնում, Սամվել Մանվել Բաղդասարյանների արվեստանոցում, որը դու շատ լավ գիտես, այսինքն նույն այդ իմ մեթոդաբանությունը կարծես կարելի ասել նաև ժառանգություն, որը ինձ ժառանգել է Սամվել Բաղդասարյանը, այսինքն փոխանակումները, եւ հետո օրինակ շատ կարեւոր մի բան, այստեղ կարեւոր դեր է նաև խաղում Ռիվսիմե Սիմոնյանը, որ եղել է Բաղդասարյանի ուսուցիչը, այսինքն ուզում հասկանալի դարձնել փոխանցումների կարևորությունը, ինքը կարևոր բան է կրում։ Եվ ի վերջո կարևոր է, որ այն մարզում է փոխանցվում։ Իհարկե, օրինակ ես բավականին երկար ժամանակ, մոտ 7 տարի դադարեցրել էի մանկավարությամբ զբաղվում, իմ համար հստակ էր, որ էլ երբեք չեմ սկսելու։ Միակ պատճառը այն եղավ, որ այո մարզում պիտի դա տեղի ունենար, որ համաձայնվեցի Նազարեթի առաջարկին։ Այո, տեսեք, մենք շատ ենք խոսում, որ մարզերում այնտեղ ակտիվություն, բան լինի, արվեստի, արհեստի եւ այլն, տարբեր տեսակի նախաձեռնությունների մասին հենց այստեղ ենք խոսել, ոչ միայն այս նախաձեռնության, այլ տարբեր այլ, բայց արդյոք դա մակերեսային մոտեցում չի, որ մայրաքաղաքից գնում ենք, ինչ որ մի ծրագիր ենք իրականացնում եւ վերադառնում ենք մայրաքաղաք եւ այդ մարդիկ այնտեղ մնում են այսպես շոկային իրավիճակում, քանի որ չգիտեն այդ իրենց գիտելիքը ինչպես ծառայեցնեն իրենց հետագա կյանքը կառուցելու, ինչ որ միտեղ ծառայեցնելու։ Շատ կարևոր հարց եք տալի, մեզ համար վարդաբլուրը դա ինստիտուտի համար ռազմավարական նշանակության շատ կարևոր ծրագիր է, որովհետեւ միշտ ժային գոնե հյուսիսի հետ միշտ շատ սերտ կապեր ունեցել Գյումրիի, ընդհանրապես Շիրակի ու Լոռիի։ Դեռևս 2017 թվականից դպրոցի շրջանավարտներ օրինակ իրենց ավարտական նախագիծը իրականացրել են Էլի Ստեփան Շահումյանի տուն-թանգարանում, դա հեղափոխությանը նվիրված ֆիլմերի ցուցադրություններ խաբեցի 2019 թվականին էր ոնց որ ու այդ կապը շատ կարևոր էր նաև ասեմ ինչի համար մենք նույնիսկ երբ որ արեցինք առաջին 21 թվականին ես դրա մասին շատ եմ մտածել ու իմ մեկնաբանությունն ունեմ որը գուցե իմ երևի հորինվածքն է բայց քանի որ 20-21 թվականներին ստեղծվել նախագիծը դա հիշում եք դա պատերազմ համաճարակ սարսափելի ժամանակ էր ու իսկապես ինձ թվում է դա բոլորիս բնական ցանկություններ ոտքերի տակ հող զգալը սա պատահական չի իմ կարծիքով ու շատ կարևոր էր միշտ դասախոսների ընտրության առումով ենք շատ լուրջ մոտեցել օրինակ երբ որ չստացվեց շարունակել նախորդ դասախոսների հետ Նազարեթը շատ երկար մինչև Արմինեին գտնելը անդադ ասում էր մեզ պետքա կոնտեքստազգայուն արվեստագետ այդ կոնտեքստազգայունը մենք չէինք հասկանում լավ ինչ պիտի լինի դա միայն Նազարեթը գիտեր թե դա ինչ է բայց մենք սպասում էինք երբ ինքը կգտնի ու հետո սկսեցինք զգալ իսկապես երբ որ պատահաբար օրինակ իմանում ենք, որ Արմինեն ձեռի հետ կողքի տան տատիկի կարտոշկեքն է քանդում տանում, այսինքն դա համայնքի հետ որոշակի կապեր ստեղծելն է կամ ընդհանրապես փոքր համայնքում ինչ որ բան անելը շատ դժվար է, որովհետև սա փոքր փակ համայնք է ու ցանկացած բան ինքը օտար է ու իսկապես շատ դժվար է նման համայնքի հետ աշխատել։ Դրա համար ոչ մի դեպքում մակերեսային չի ու շատ բարդ աշխատանք է ու կարող եմ ասել, որ ձախողումները ավելի շատ են լինում սկզբնական փուլում։ Պիտի ինտեգրվեք համայնքային կյանքին, հա, ես կարող մտնել ու իրենց միկրոկլիման խախտել, ու սա երկար ժամանակ է տևում, օրինակ ես հիշում մեր 3 առաջին ռեզիդենտներին, որ
Իտալիայից, Նիդերլանդերից ու Հունաստանից 3 իրար չճանաչող մարդիկ հայտնվեցին գյուղում։ Նախ իրենք շատ ընկերացան ու իրենք կարողացան գտնել որոշ բաներ, որոնք մենք մի քանի տարիներով աշխատելով այդ գյուղում մենք օրինակ չէինք գտել, օրինակ այդ մարդկանց, ովքեր կավով են զբաղվում, եւ իրենք ընդհանրապես կավ բառը ասելով գյուղացիների հետ ընկերացան, գնացին այդ սարում գտան այդ տեղը, այդ կավը փորեցին, մշակեցին, ինչ որ ձև օգտագործեցին ու շատ իսկապես այդ կոնտեքստազգայունությունը այդ բանին էլ հասկացանք, որ իրանց մոտ ստացվեց, իսկապես հաջողվեց ու իրենք արեցին 3 հանրային արվեստի գործեր։ Ու դա շատ հետաքրքիր, որ դրանք բոլորը հանրային էին, բոլորը տեղական նյութերից էին, գտածոներից էին։ Մեկ օրինակ հանրային վայրում դրած կավից սարքած շախմատ էր, որը այդ տարի հեղեղներ եղան լորիում ու քշեց տարավ։ Իրանք նույնիսկ իրանց անունը չէին ուզում թողնել, դա մեզ համար նույնպես հետաքրքիր ազդանշան էր, որ իրանք խնդրում են, որ իրենց անունը չգրվի այդ գործերի տակ, որ պետք է իրանք ձուլվեն, դառնան համայնքի մի մասը։ Այդ կոնտեքստ ազգայունության մասին կուզեի դուք նույնպես մեկնաբանեիք, Կարմինե, որովհետև դուք նոր եք այսպես ավարտել ծրագիրը եւ գիտեք այդ բառի բացատրությունը յուրովի։ Դե ոնց որ Նազարեթ նկատի ունի, ոչ մեկ չի կարող բացատրել, բայց ինչ վերաբերվում համայնքի հետ միաձուլվել, դառնալ իրանց մի մասը, էլի դա գալիս է իմ արվեստագետի փորձառությունից։ Ես այն տեսակի նաև արվեստագետ եմ, որ կարողանում շատ եմ աշխատել տարբեր տեսակի համայնքների հետ, տարբեր տեսակի ազգերի հետ, Հայաստանից դուրս գյուղերի հետ, այսինքն իմ համար դա այդքան էլ բարդ բան չի, բայց միևնույն ժամանակ ինքը փոխադարձ է նույն այդ հոգատարությունը եւ իմ կողմից եւ իրենց կողմից, երբ որ առավոտյան արթնանում ես ու քո բալկոնում այդ համովիկ մի բան ա դրած, որ ինչ որ մեկը բեր է դրած գնացել է, ու ասում են, ես մեր կավի դասատուին։ Այնտեղ արդեն այսինքն բանն էլ է ոչնչանում, արվեստագետ, գյուղացի, այս տեսակի իերարխիկ բաներ, իրանք սկսում են ոչնչանալ։ Այո, հետո օրինակ շատ կարևոր խնդիրներից մեկը նաև գյուղի կանանց խնդիրն է, շատ հաճախ իրենց հետ տենց նստում զրուցում սուրճ են խմում ու նաև պահանջարկը կա իրենց մոտ, որ գան արվեստանոց, բայց նաև մի քիչ քաշվում են, որ օրինակ բացի կենցաղային ու տնական գործերից իրենք կարող են օրինակ զբաղվել մի հատ ուրիշ բանով, բայց այդ ուղղությամբ էլ ենք մտածում, որ ոչ միայն երեխաների հետ լինի աշխատանքը, որովհետև նաև իրանք ասում են, վայ Արմինե ջան, ոնց կուզեն գան գոնե մի ժամով կտրվենք այդ ամեն ինչից ու այդ մի ժամը ոնց որ իրանց համար լինի հենց։ Եղել է փորձեր, մի 2 անգամ արել ենք ու պահանջարկը շատ մեծ է նմանատիպ հարցի հետ կապված, որը պետքա վերանայենք։ Իսկ ինչպես եք տեսնում, հիմա ցուցահանդեսը արեցիք, այսպես հաշվետվության նման ներկայացրեցիք եւ համայնքին եւ մեզ բոլորս այսպես շատ հիացած ենք, իրենք էլ, իրենց արած գործով, դուք էլ, բայց դրա շարունակականությունը ինչպես եք տեսնում, Արմինե, ասենք այդ երեխեքը հետո ինչ են անելու, ոնց է իրանց կյանքում փոխվելու արվեստի հանդեպ վերաբերմունքը կամ իրենց կյանքը կազմակերպելու ինչ որ կերպ։ Նախ ասեմ, մոտ 55 աշակերտ է այցելում մեր արվեստանոց, որը քիչ թիվ չի, այն դեպքում, երբ որ մեկ մանկավարժ է աշխատում, ճիշտ այս ունեմ նաև 2 օգնականներ, որոնց շատ շնորհակալ եմ։ Հետևաբար, եթե 55-ից 5 հոգին էլ մասնագիտական կողմնորոշվածություն ունենա արդեն այս դեպքում, թող լինի խեցեգործ կամ հենց խեցեգործ կոնկրետ, արդեն մենք ինստիտուտով ամբողջ կհամարենք, որ ծրագիրը կայացել է, բայց ինչ վերաբերվում է փոխվելուն, իրենք արդեն փոխվել են, իրենք ուրիշ ձև են ընկալում, նույն իրենց գյուղն են ուրիշ ձև ընկալում։ Եթե սկզբնական շրջանում ես կարայի տեսնեի նույն աշակերտները, որ գալիս էին իմ մոտ, կանգնում են փողոցում արևածաղիկը չրթում ու գցում են գետնին, հիմա նման բան կոնկրետ իմ աշակերտների դեպքում հնարավոր չի տեսնել։ Ինքը հավաքում է իր բռի մեջ, որը մինչև արվեստ, մինչև, չգիտեմ, ինտելեկտուալ կրթություն, նմանատիպ բաները էլի իմ դեպքում շատ կարևորված են։ Օրինակ կարևոր բաներից մեկը, ոնց կարող են տղաները իրենց հետևից մաքրել սենյակը։ Հիմա կարող է թվա ես շատ պարզամիտ բաների մասին եմ խոսում, բայց դա է, որ ձևավորում է քաղաքացի, դա է, որ ձևավորում է
ամուսին եւ այլն։ Այո, իսկ ինչ վերաբերում է խեցեգործությանը, ինքը ինչ որ sense կարևոր հետք թողեց իրենց մոտ, այսինքն նրանք կարողանան շարունակել թեկուզ առանց ձեզ։ Այս պահին ոչ, իհարկե կարող են անել այն ինչ որ սովորել են, բայց մենք խոսում ենք նաև պրոֆեսիոնալ դառնալու մասին, հա, որը շատ կարևոր է հիմիկվա հասարակության համար մեր Հայաստանի։ Կարծում ծրագիրը մենք ամեն ինչ կանենք, որ շարունակվի, որովհետև դրա կարիքը շատ մեծ է, այնպես որ օրինակ իմ երազանքներից մեկը, եթե խոսում ենք Նազարեթի երազանքներից, իմն Ճապոնիայում մի հատ գյուղ կա, որը ամենահայտնի գյուղերից մեկն է աշխարհի ու նաև ամենահարուստ, որովհետև այդ գյուղում բոլորը խեցեգործ են։ Ես կատակով մեկ-մեկ ասում եմ, որ Վարդաբլուրը մենք դարձնul ենք նմանատիպ գյուղ։ Ինչու ոչ։ Եթե կա այսպես կամք, մարզը առհասարակ բնակիչները բաց են այդ ամեն ինչի հանդեպ, ինչու ոչ։ Եվ հետո բնությունն էլ է մեզ թույլ տալիս, որ այնտեղ կարողանանք նմանատիպ գործունեություն ծավալել։ Իսկ որպես արվեստագետ ձեզ համար ինչ էր այս փորձառությունը, եթե նայենք։ Իմ համար նախ իմ պարագայում, այլ որպես արվեստագետ, իմ համար ամեն ինչը իմ արվեստի նախագիծ է։ Ու այս դեպքում էլ այդ արվեստանոցը ու ներսում տեղի ունեցող ամեն ինչ իմ համար էլի իմ արվեստի նախագիծն է։ Տեվաբար չեմ կարող տարանջատել։ Կարինե, փորձենք ամփոփել նաև մեր զրույցը։ Այս ծրագիրը նորից շարունակվելու է Կոմիտաս հող եւ երգ եւ ինչ այսպես փոխակերպումներ է ունենալու էլի, քանի որ ես տեսնում եմ, որ ինքը գնալով փոփոխվում է, այդտեղ Կոմիտասը մնում է սկզբում եւ այստեղ կարևորը դառնում է հողը եւ հողի հետ կապը։ Այո, շատ ճիշտ եք նկատել, այդ Կոմիտասի հովանու ներքո այնպես թե այսպես թե այնպես ընդհանրապես մեր բոլոր ոչ միայն այս ծրագիրը մենք էլ ունենք ծրագիր, որ օրինակ հանրային արվեստի գործեր են ստեղծվելու, այդ թվում Կոմիտասի գութաներքի մեջի եզոն, որը հենց հիմա գյուղում դրված է եւ նույնպես համենայն դեպս երեխաների ֆիլտրը անցել է, շատ սիրում են երեխաները, նույնիսկ քար են բերել դրել կողքը, որ բարձրանան եզոյի վրա եւ այլն։ Սա բազմատար ու շատ երկար, ընդհանրապես այդտեղ կարևոր բառը երևի ժամանակն է, որտեղ պետք է ժամանակ անցնի երկար, լավ բաները երկար ժամանակ են պահանջում։ Դե մեզ համար էլ դուք որ ասացիք արդյոք մակերեսային չի լինի, եթե լինի շարունակականություն, բարդ, դանդաղ։ Ինչ է պետք որ լինի շարունակ։ Ֆինանսավորում։ Այո, ֆինանսավորում, բայց մեր բոլոր մենք շատ ծրագրեր ունենք, բայց Վարդաբլուրի բախտը միշտ բերում է, չգիտեմ ինչի վրա խփեմ, որ ինչ որ վերջի պահին մի դուռ բացվում է եւ հույս ունենք, որ կշարունակվի, որովհետեւ իսկապես լավ ծրագիր է եւ ազդեցությունը տեսնում ենք։ Արմինե, իսկ այդ գործերը, որ ցուցադրվում են այնտեղ, ինչ ճակատագիր են ունենալու, այսինքն պիտի ցուցադրվեն ինչ որ ժամանակ, հետո յուրաքանչյուրը իր գործը տանի իր հետ, իր տուն։ Այն գործերը, որոնք նախագծային են, այսինքն իրենք խմբով աշխատել են, այդ գործերը աշխատում եմ չտալ, տուն տան։ Իրանք ունեն գործեր, որոնք կարող են տուն տանել, բայց կարծում եմ, օրինակ, այն ինչ որ մենք ցուցադրեցինք, որակապես մտածողությամբ ամեն ինչով այնքան իդեալական էր արված, անհավատալի իդեալական նույնիսկ կարելի ասել, որոնք մեծ հաշվով ավելի շատ թանգարանային նմուշներ էին։ Եվ կա այդպիսի հնարավորություն այնտեղ, որ այդ ամեն ինչը ճիշտն ասած այնտեղ չէ, բայց ես կարծում եմ, որ օրինակ նույն Հովհաննես Թումանյանի հեքիաթների պանոն, որը 40 կտորից է բաղկացած, շատ ավելի լավ կլինի, եթե լինի դսեղում կամ Թումանյանի հետ կապված ինչ որ տարածքում, այսինքն իրենք դառնան հիմնական ցուցադրվող բաներ, գտնել իրենց տեղը հիմնական ցուցադրության տարածքներում, կամ օրինակ մտածում ենք դիմակները տեղափոխել մանկապարտեզ, ձևավորենք մանկապարտեզը, դպրոցը, որը շուտով կվերջացնեն վերանորոգումը, որոշակի նախագծեր կա, որ դպրոցում, այսինքն նույնիսկ այն բալիկները, որոնք չեն գալիս արվեստանոց, բայց իրենք էլ ունենան որոշակի ուրիշ տեսակի վիզուալ պատկերներ իրենց առօրյայում։
նմանատիպ բաներ, հա։ Իսկ կա պահանջարկ, այսինքն նույն մանկապարտեզների կողմից կամ այլ թանգարանային։ Իհարկե։ Շատ լավ։ Թերևս այսքանը եթե հավելելու որևէ բան չունենք, ավարտենք մեր զրույցը։ Ես մենակ մի բան եմ ուզում ասել, որ արդեն աշխատանքները արվեստանոցից դուրս են գալիս, արդեն Գառնանը պիտի բարեկարգենք գյուղապետարանի դրսի հատվածը եւ Էդիցա շարի ոնց էր կոչվում դա դիցարանը հայոց դիցարանի այդ աշխատանքները դա աստվածների հերոսների իրանք գլուխները իրանք իրականում մտածված են որպես ծաղկամաններ եւ իրանք արդեն լինելու են համայնքին բաց հանրային տարածքում դրված։ Շատ լավ, այդ մասին նույնպես մենք կխոսենք եթերում, հուսանք։ Շնորհակալություն զրույցի համար, սիրելի ռադիոլսողներ, իմ հյուրն այսօր Ժամանակակից արվեստի ինստիտուտի հաղորդակցության եւ արտադրության պատասխանատու Կարինե Արոնյանը եւ խեցեգործ արվեստագետ Արմինե Հովհաննիսյանն են։ Զրույցը վարեց Նազելի Օհանյանը, կհանդիպենք։ Վերնատուն